Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Միացյալ Նահանգների Stone Hill College-ի Ռիչարդ Ֆինեգանի անվան քաղաքագիտության պատվավոր դասախոս Տիկին Աննա Օհանյանի հետ։ Ողջունում եմ Տիկին Օհանյան։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը եւ եկել եք։ Միշտ հետաքրքիր է մեր լսարանն էլ շատ մեծ սիրով լսում է ձեր մեկնաբանությունները, որի համար ես եւ ուրախ եմ եւ շնորհակալ։ Մեծ պատիվ է ձեր լսարանին։ Շնորհակալություն։ Եվ այսպես, առաջին հարցս, քանի որ դուք այսպես Միացյալ Նահանգներում եք գործում եւ մեզ շատ հետաքրքիր է այնտեղից հայացքը, այնտեղի ձեր ուրեմն տպավորությունները, վերջին շրջանում կարծես տպավորություն է ստեղծվել, որ Հարավային Կովկասը թվում է թե ավելի հետաքրքիր է դարձել որպես ռեգիոն արևմուտքի համար, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների։ Որքանով է ճիշտ այդ տպավորությունը։ Հարցին կարելի է պատասխանել երկու տեսանկյունից, նախ ասեմ, որ եթե զուտ ստրատեգիկ անալիզ եթե անենք, անշուշտ Հարավային Կովկասի կարևորությունը բարձրացել է եւ Ամերիկայի համար եւ Եվրոպայի համար, հատկապես հաշվի առնելով, որ արդեն եվրոատլանտյան հարաբերությունների այդ համակարգը կարծես թե տրանսֆորմացիայի մեջ է, չէի ասեի խզում Ամերիկայի եւ Եվրոպայի միջեւ, բայց փոփոխություններ են ընթանում։ Բայց հարցի մյուս եւ սրան կվերադառնամ, հարցի մյուս կողմն այն է, թե իշխող կառավարությունը ադմինիստրացիան որքանով է դա գնահատում, դիտում որպես ստրատեգիկ անհրաժեշտություն Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, որ մի քիչ ուրիշ հարց է։ Բայց եթե նայենք այս փոփոխությունների, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների տեսանկյունից նայենք, Տրամփ ադմինիստրացիան վարչակազմը արդեն հստակ ասում է, որ իր համար Չինաստանն է կարևոր, Չինաստանի հետ հարաբերությունը, մրցակցությունը կառավարելն է կարևոր, եւ այդ կոնտեքստում Հարավային Կովկասի կարևորությունը հստակ է, քանի որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է Չինաստանին կառավարել, ապա Չինաստանի համար Հարավային Կովկասը շատ կարևորությունը շատ է բարձրանում, արդեն տեսնում եք, Չինաստանը նավահանգիստներ եւ այլն այդ պորտային նավահանգստային դիպլոմատիայի միջոցով եւ Վրաստանում է եւ Ադրբեջանում է եւ Ղազախստանում է, այսինքն Կասպից ծոցի երկու կողմն էլ Պանամայի նման, տեսակ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ արեց Պանամայում, ստիպեց որպեսի Պանամայի նեղուցքի այդ կառավարումը անցնի ամերիկյան կամպանիաների, Չինաստանից կարծեմ Հոնկոնգից էր ձեռնարկել։ Այսինքն Չինաստանը հասկանում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծես թե ժամանակ է պետք որ հասկանա թե Չինաստանը ինչ խաղ է խաղում Հարավային Կովկասում։ Հաշվի առնելով, որ Չինաստանը Եվրոպայի հետ կապվածության միշտ խնդիր է ունեցել է, դրանք երկու հզոր տնտեսական շարժիչներ են Եվրասիական մայրցամաքում, Չինաստանից դեպի Եվրոպա կապվածությունը, տնտեսական, առևտրական, տրանսպորտային կապվածությունը անշուշտ ծովերով եւ օվկիանոսով է, բայց Հարավային Կովկասը, Սյունիքը հատկապես շատ կարևոր մարգարան Հայաստանի միջոցով, Թուրքիայի միջոցով Եվրոպա մտնելը այլընտրանք է ապահովում Չինաստանին։ Չինաստանը անշուշտ Ադրբեջանի միջոցով կարող է կապել, բայց Ադրբեջանը ոչ կանխատեսելի ավտորիտար ներսից կառույցներով թույլ երկիր է եւ Ադրբեջանի աշխարհաքաղաքական կարեւորությունը շարունակում է եւ շարունակելու է անկում ապրել, քանի որ նավթի պաշարներն են վերջանում, իսկ եթե կապվածությունն էլ Իրանից էլի ռիսկային է, քանի որ այնտեղ էլ գեշտերությունների միջև լարվածություն կա։ Այդ կոնտեքստում Հայաստանը դառնում է Հարավային Կովկասը Հարավային Կովկասի արժեքը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի համար արժեքը բարձրացնող ճանապարհ է դառնում Սյունիքը, հաշվի առնելով, եթե Հայաստանը շարունակեց իր դեմոկրատական կառույցների ստաբիլությունը պահպանել եւ ուժեղացնել, Հայաստանի համար ամենամեծ վտանգը դա է, եթե իր դեմոկրատական կառույցները անկում ապրեցին։ Այդ դեպքում արդեն Հայաստանի կարևորությունը կթուլանա, արդեն Հայաստանը դառնալու Ադրբեջանի կամ Վրաստանի կամ
ուրիշ երկրների նման անկանխատեսելի, անվստահելի երկիր։ Այսինքն ուժը Հայաստանի կարևորությունը հարավային Կովկասում պետք է նշել ժողովրդավարությունն է, բայց նաև միշտ Հայաստանը դիտվում էր հարավային Կովկասում որպես անցյալ, երբ որ խոսում էր արևմտյան Վաշինգտոնի դիպլոմատների հետ, ասում էին, թե հարավային Կովկասը արդեն փոխկապակցված է եւ նշում են Ադրբեջան, Վրաստան կապերը, նավթամուղերը եւ այլն, որը ռեգիոնալիզմի տիպ չէ, դա ընդհակառակը վնաս է հասցրել հարավային Կովկասին։ Եվ Հայաստանը դուրս մնալով հարավային Կովկասը թուլացավ ահագին։ Այսինքն քանի դեռ Հայաստանը չի բերվել ու միացել այդ բոլոր տրանսպորտային առևտրական ուղիներին, հարավային Կովկասի կարևորությունը միշտ ցածր է մնալու։ Կարելի ասել, որ գիտակցելով այդ Հայաստանի դերի բարձրացումը, Ադրբեջանը ամեն կերպ փորձում է թույլ չտալ, որ Հայաստանը շունչ քաշի եւ դուրս գա իր ճիրաններից, եթե այո, ապա արդյոք Թուրքիան նույնպես ուզում են թույլ տեսնել Հայաստանին, թե այնուամենայնիվ Թուրքիան դեմ չէ, եթե Ադրբեջանը եւ Հայաստանը գան ընդհանուր հայտարարի եւ ստորագրեն, ինչպես Թուրքիան է հայտարարում, Թուրքիան չի ուզում թույլ Հայաստան դիտարկել, Իրանը չի ուզում թույլ Հայաստան դիտարկել, այլ մյուս մեր հարևանների մասին է խոսքը, Իրան, Թուրքիա, Վրաստան, եւ այստեղ միայն Ադրբեջանի գործոնն է։ Եթե Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանը շունչ քաշի, այստեղ մի հարց Թուրքիայի վերաբերյալ, արդյոք Թուրքիան իր այնքան թույլ երկիր է, որ իր արտաքին քաղաքականությունը կապում է Ադրբեջանի կամաջույքից, Ադրբեջանի կապրիզներից, Ադրբեջանի այդ որոշումից չստորագրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր, որը թույլ չի տալիս Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ Եկեք այս իմ հարցը մի քիչ երկար եղավ, առաջին կետը, արդյոք Թուրքիան եւս, ինչպես եւ Ադրբեջանը, ուզում են թույլացնել Հայաստանը եւ որպեսզի Հայաստանը չլինի խաղացող հարավային Կովկասում, որը ինչպես դուք ներկայացրեցիք, հետաքրքրություններ ներկայացնում, եւ երկրորդը արդեն արդյոք Թուրքիան իսկապես պայմանավորում է իր արտաքին քաղաքականությունը Ադրբեջանի կապրիզներով։ Նախ կասե առաջին հարցով անշուշտ միանշանակ Ադրբեջանը շատ է վախենում ուժեղացող Հայաստանից եւ այս խաղաղության process-ը, որը միշտ զուգորդել է, մի կողմից բանակցել է Ալիևը, մի կողմից էլ սպառնալիքը ագրեսիան թողել է սեղանի վրա, որը իրեն հնարավորություն է տվել միջազգային շրջանակում հանդես գալ որպես աշխարհակարգ հարգող խաղացող, բայց ներսից իր հասարակության ներսում, այլ նաև ռեգիոնում նա բռնությունը պահում է սեղանի վրա եւ այդ առումով անընդհատ վնասում է այդ վախի գործոնը, տնտեսական աճի վրա կարող է ազդել, վստահությունը Հայաստանի վրա, թե ներդնեն, թե ոչ եւ այլն, եւ հաջողության հասավ այն առումով, որ արդեն Վրաստանում էլ է դեմոկրատական անկում ապրում, բայց Հայաստանի դեպքում Հայաստանի դեմոկրատիայի շարժիչները ուրիշ են, շատ տարբեր են Վրաստանից, ամեն հարված հասցնելով կարծես թե Հայաստանը իր կրիզիսները կներեք դեմոկրատական ուղիներով հաղթահարեց, որը շատ կարևոր է։ Այո, այսինքն եթե դեմոկրատական համակարգով ուժեղ պետություն առաջավ հարավային Կովկասում, դա սպառնալիք է Ալիևի համար։ Դա շատ լավ կլինի ռեգիոնի համար, Ադրբեջանի տնտեսության համար, եթե Ալիևը հասկանար, որ իր նավթի վրա հիմնված տնտեսական համակարգը չի կարող կայանալ արդեն, քանի որ ամբողջ համաշխարհային տնտեսական համակարգի տրամաբանությունն է փոխվում եւ այն քաշը, որ նավթի վրա հիմնված պետությունները ունեին, միջազգային քաղաքականության մեջ ընկնում է արդեն, Ադրբեջանի դեպքում նա արդեն նավթն է քչանում, այսինքն Ալիևի խնդրը երկակի է։ Բայց չի ասի, որ Թուրքիայի շահերն են Հայաստանի վերաբերյալ այդ տեսանկյունից դիտարկվում։ Ես կասեի, որ Թուրքիայի համար եւ նոր վերադարձագիտահետազոտական հետազոտությունից Թուրքիայից հիմնականում խոսեցի մոտ 20-ից ավել գիտնականների եւ նախկին դիվանագետների հետ, որ շատ քննադատաբար են թուրք, շատ քննադատաբար են վերաբերվում հիմիկվա կառավարության վարած քաղաքականության հետ, չնայած տեսնում եք, որ արդեն Էրդողանն էլ փորձում է կարծես համոզել Ալիևին, որ ավելի խաղաղության պայմանագիր ստորագրի եւ այլն, բայց դա բավարար չէ։ Թուրքիայի շահերը տուժում են, որ Թուրքիան կապել է
Հարավային Կովկասի իր քաղաքականությունը Ադրբեջանի, Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հետ, փաստորեն Թուրքիան ասում է առաջ խաղաղության պայմանագիր հետո սահմանը կբացենք, իսկ Ալիևն էլ ասում է լավ, ես սահմանը չեմ ուզում որ բացվի, քանի որ դա ռեգիոնը ամբողջովին բացում է, որը ուղղակի վնաս է հասցնելու Ալիևի ռեժիմին, ուրեմն Ալիևը օգտագործում է խաղաղության process-ը սահմանը փակ պահելու համար։ Այսինքն հակառակ են դիտում։ Դրա համար իսկ դա ստրատեգիկ առումով Թուրքիային, այո, համաձայն է որ դա Թուրքիայի թուլության նշան է, որ Էրդողանը չի կարողանում այս քաղաքակրթության մեջ տերմին կա միջին կարգի պետությունների նման աշխարհակարգ կառուցել, այդ դերը խաղալ իր շրջակա հարաբերություններում։ Եվ այդ առումով փաստորեն Ալիևը կարողանում է օգտագործել խաղաղության process-ը, ես համոզված եմ, լավ, ասենք 90%-ով համոզված եմ, որ Ալիևի հիմնական խնդիրը խաղաղության process-ը օգտագործել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը փակ պահելու համար։ Եվ թուրք դիվանագետները ասեցին, որ նախկին անգամ էլ երբ որ Թուրքիան որ փորձեց Հայաստանի հետ հարաբերությունները լավացնել եւ այլն, անշուշտ տարբեր պատճառներ կային Հայաստանի ներսից էլ եւ այլն, բայց այն որ Ադրբեջանը ուղղակի սկսեց այդ պահից սկսած ազդեցության լծակները ուժեղացնել Թուրքիայի վրա, բոլոր մի շարք հարցվողներ արդեն նշեցին դա, այսինքն Ալիևը այն որ փոքր Ադրբեջանի չափ փոքր պետություն կարողանում է այսքան ազդեցություն ունենալ այդ հսկա պետության վրա, դա քաղաքակրթության մեջ ուսումնասիրվող երևույթ է, օրինակ Իսրայելի ազդեցությունը Ամերիկայի վրա, բայց այս դեպքում սա մի քիչ ուրիշ է, շատ տարբեր է, քանի որ Թուրքիայի տնտեսական թուլությունը ներսից թուրքական պետությունը դարձրել է թույլ եւ կախված դրսից եկող կապիտալներից, լինի դա Միջին Արևելքից, լինի դա Ադրբեջանից, այնպես չէ որ Ադրբեջանի կապիտալը այնքան խոշոր ազդեցություն ունի Թուրքիայի վրա, բայց քանի որ Էրդողանի ներսի քաղաքական իրավիճակը թուլանում է, Էրդողանը իրեն չի կարող թույլ տալ շատ փոփոխություններ այս եղած Ալիևից ստացվող աջակցությունից։ Ալիևը ոչ միայն ֆինանսական ներդրումներով է կարողանում կառավարել Էրդողանին, բայց նաև օրինակ անցյալ ընտրություն այս ռեսպոնդենտները նշեցին անցյալ ընտրությունների ժամանակ Ալիևը եկավ այդ արևելյան նահանգ շրջանները, այսինքն կամփեյն արեց Էրդողանի օգտին, որը ցույց է տալիս էլի թուրքական պետության թուլությունը, ինստիտուցիոնալ թուլությունը, քաղաքական թուլությունը։ Ամենակարևորը, որ հենց սրա համար է գնացել Թուրքիա, որ հասկանամ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները, եւ շատ զարմացա, որ փաստորեն, այսինքն հայտնագործություն չէի անում, որ շատ թուրք նախկին դիվանագետներ արդեն զբաղվում են դրանով, հետազոտում են եւ հստակ հասկանում են, որ սա ռիսկ է։ Ալիևը դարձել է բեռ Թուրքիայի համար։ Եվ այն որ դեռ կարողանում է շարունակել, դա ցույց է տալիս, որ էլի Թուրքիայի տնտեսական թուլությունն է, ինստիտուցիոնալ ավտորիտարիզմի անկումը, պետականության անկումը, մի բան էլ ասեմ ու վերջած կանգնեմ, չեմ ուզում երկար խոսել, Թուրքիան նախքան 2013 թվից առաջ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հիմնված էր այդ զրո պրոբլեմներ հարևանների հետ եւ հիմնականում Թուրքիան իր դերը որպես միջին կարգի պետություն տեսնում էր կոնֆլիկտներ կարգավորելու մեջ, սահմանները բաց պահելու մեջ, բայց արաբական գարունն էլ թերևս սրան նպաստեց եւ Էրդողանը սկսեց որդեգրել այսպես ասած ստրատեգիկ ավտոնոմիայի դերը, այսինքն Թուրքիան պետք է կարողանա Եվրոատլանտյան համակարգից առանձին գործել, որ իր դերը զարգացող երկրների հետ ավելի շատ կապեր հաստատել եւ այլն, որպեսզի բարձրացնի իր դերը համաշխարհային համակարգի մեջ, բայց իրականության մեջ արդեն թուրք գիտնականներ են սա գրել սրա մասին միջազգային հարթակներում, գիտական ժուրնալներում, սա փաստորեն այս ստրատեգիկ ավտոնոմիան թույլատրել է Թուրքիային դրել է կախվածության մեջ, ոչ թե ավելի շատ բանակցելու տեղ է ստեղծել, այլ Թուրքիային կախվածության մեջ է դրել Ռուսաստանից եւ Չինաստանից եւ այս դեպքում նաեւ Ադրբեջանից։ Այսինքն հայ-թուրքական, հարաբերությունների չլավանալը դա ուղղակի լակմուսի թուղթ է,
թե որ Թուրքիայի ստրատեգիկ ծախսը, ստրատեգիկ հարվածը, վնասները, որ Թուրքիան շարունակում է կրել Ադրբեջանի Ալիևի, այսպես ասենք, ազդեցությունից Թուրքիայի վրա։ Ես շատ շնորհակալ եմ եւ բայց ես շարունակեմ այս թեման, որտեղ մի հարց էլ մնաց այստեղ։ Փաստորեն դուք նշեցիք, այո, ընտրությունների ժամանակ օգնեց Ալիևը, ընտրությունները պայմանավորված են Էրդողանի անձով, ֆինանսական օգնություն տվեց։ Արդյոք իմ հարցս այն է, որ իսկապես այստեղ Էրդողանի գործոնն է, Էրդողանի անձի գործոնն է եւ մյուս կողմից դուք ասում եք, որ շատ հարցազրույցներ եք վարել եւ զրույցներ եք ունեցել հենց նույն Թուրքիայում, արդյոք Թուրքիայում արդեն նեղվում են այդ կախվածությունից, զգում են, որ ինչ որ բան այնպես չէ, չի կարող այդպիսի մեծ, իրենց մեծ են համարում, ճիշտ է, ի տարբերություն նույն Ադրբեջանի, նույն Հայաստանի, նույն Վրաստանի։ Համենայն դեպս իրենք համարում են, որ Իրանի եւ Ռուսաստանի հետ իրենք կարելի ասել նույն մակարդակի պետություններ են իրենց մեծությամբ եւ այդպիսի մեծ պետություն, ինչպիսին Թուրքիան է, որը թուրքական աշխարհ է կառուցում, որը, չգիտես, իր, այո, այսպես հեգեմոնիան է փորձում հաստատել եւ ինչ որ Ադրբեջանից կախվածություն։ Եվ այսպես առաջին հարցը Էրդողանի սա անձնական Էրդողանով է պայմանավորված այս կախվածությունը Թուրքիայի Ադրբեջանից եւ արդյոք այնտեղ չեն նվաստացուցիչ չեն համարում այդ կախվածությունը։ Շատ կարևոր հարց տվեցիք։ Նախ առաջինը Էրդողանի գործոնը անշուշտ կարևոր է, բայց դա էլի ինստիտուցիոնալ աչքերով եմ տեսանկյունից եմ նայում դրան, քանի որ Էրդողանը դարձրել է թուրքական պետություն, այսինքն եղած շատ թույլ արդեն դեմոկրատական կառույցները շատ արագ են ապրել Էրդողանի ազդեցության տակ, այդ ստրատեգիկ ավտոնոմիա, որ օգտագործեց, դա փաստորեն Էրդողանը օգտագործում է, նախ դա վերջի այդ Լիբիայի, Սիրիայի եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի, Արցախի եղած պատերազմների արդյունքում նա այդ этаպում Էրդողանը փորձեց ցույց տալ, որ այո, Թուրքիան նեոկայսրական պետություն է, այսքան մեծ ազդեցություն, այսինքն ռազմականացված արտաքին քաղաքականությունով փորձեց ապացուցել իր ժողովրդին, որ Թուրքիայի ստատուսը, արժեքը համաշխարհային համակարգում աճում է, բայց այդ նեղ ռազմականացված գաղափարախոսության վրա հիմնված նեղ մուսուլման, նացիոնալիստ գաղափարախոսության հիմնված քաղաքականությունը Թուրքիային, չնայած այդ ռազմական հաջողությունների, Թուրքիայի ստրատեգիկ քաշը ամբողջովին փոքրացրեց, քանի որ էլի հարցումների ընթացքում ասում էին քաղաքագիտական գրականությունը սրա մեջ ահագին գրել է Թուրքիան փաստորեն միջին արևելքում շատ թուլացած է, հատկապես արաբական գարունից հետո, այսինքն այդ տիպի քաղաքականությունը Էրդողանը օգտագործում է, հիմնականում օգտագործում է ներսից ցույց տալու, որ Թուրքիայի ստատուսը բարձրացել է եւ հիմնականում որպեսզի ցույց տա, որ ինքը զարգացող երկրների հետ հարաբերություններ է հաստատում, բայց եւ Ադրբեջանը, ասեմ ձեզ, նաեւ թուրքական մեդիայի մեջ նաեւ փորձում է ինվեստիցիաներ անել, ադրբեջանական ալիքներ կան Թուրքիայում եւ դա էլ շատ տիպիկ է, այսպեսի ոչ սիմետրիկ դաշինքների կոնտեքստում փոքր խաղացողը փորձում է մեդիայի ժողովրդի վրա մեջել տպավորություն ստեղծել, որ այդ փոքր պետությունը կարևոր է այդ մեծ պետության համար։ Եվ ինչպես է վերաբերում այդ երկրորդ հարցը, Թուրքիայում չեն նեղվում ներողություն այդ իրավիճակից։ Էլիտան, որ ուսումնասիրում է նախկին դեսպանները, գիտահետազոտական կենտրոնները, անուններ չտամ, որ իրենց վտանգ գիտակ չդնեմ, բայց գիտահետազոտական կենտրոն կա, որ հենց այդ հարցով է զբաղվում։ Հիմա ուսումնասիրում է, թե ինչքան է Թուրքիան տուժում փակ սահմանից եւ ինչ հնարավորություններ կան, եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները լավացրեց, դա բարձրացնում է Թուրքիայի կշիռը, հնարավորություն է տալիս ռեսպոնդենտներից մեկը ասեց Թուրքիային մասշտաբային ինչպես տնտեսություն զարգացնել Հարավային Կովկասում։ Այսինքն հասարակությունը չնայած արդեն ցույցերը խոսում են դրա մասին, որ դժգոհություն կա Էրդողանի դեմ, շատ խոշոր դժգոհություն, Իմամօղլուի Իստանբուլի քաղաքապետի ձերբակալություններից հետո, բայց Էրդողանը կարողանում է դիմանալ, քանի որ
իր հետևում կանգնած են էլի անհատականացված ավտորիտար պետություն է դարձել, անհատականացված եւ պատրոնաժ, այսպես ասած անգլերենով պատրոնաժ ցանց գոյություն իր հետևում, որ կարծեմ 5 շինարարական կազմակերպություններ օրինակ կան, որ կառավարում են տնտեսությունը, որ հսկա ծախս են դարձել թուրքական պետության վրա, մի հետաքրքիր փաստ էլ ասեմ, հետազոտություններ ցույց են տալիս, որ այն երկրները, որ շատ դեսպանատներ են բացում աշխարհով մեկ, դրանց տնտեսական աճը 12%-ով է, 12% պիտի լինի։ Եթե նայում ես Թուրքիային, Թուրքիան համարվում է աշխարհում, կարծեմ առաջին թե երկրորդ երկիրը այն դեսպանատներ բացելու թվով Աֆրիկայում հատկապես։ Եվ շատ վերլուծաբաններ սա են ցույց տալիս, ասում են Թուրքիան որպես միջին կարգի պետություն առաջ է գնում, քանի որ տեսեք աշխարհում ամենաշատ թվով դեսպանատներն է բացում, բայց այդ դեսպանատները տնտեսական արժեք չեն տվել, քանի որ Թուրքիայի տնտեսությունը շարունակական անկում է ապրել, որ էլի ցույց է տալիս, որ Թուրքիայի ստրատեգիկ շահերը առաջ չեն տարվել Էրդողանի կառավարման օրոք։ Որպեսզի ամփոփենք այս մեր առաջին հարցը, այս ամբողջը մեր առաջին հարցի մեջ էր Հարավային Կովկասը, արդյոք հետաքրքրություն է ներկայացնում Արևմուտքի համար, արդյոք այս կարելի է որպես եզրակացություն, եթե ոչ դուք ավելի ճիշտ ձևակերպում ներկայացրեք, կարելի է այսպես ձևակերպել, որ Ալիևը այս գործելավոճը սահմանների հետ կապված, Հայաստանի, մասնավորապես Հայաստանի հետ կապված եւ պահելով եւ ձեռքերը կապելով նույն Թուրքիային, նույն Հայաստանի հետ, փակ պահելով ամբողջ տարածաշրջանային կոմունիկացիաները, խոչընդոտում են, այսինքն Ալիևի նման պահվածքը, խոսքը գնում է ադրբեջանական այդ պայմանագրի ստորագրման խոչընդոտումը, այդ կոմունիկացիաները թույլ չտալ, որպեսզի զարգանան, ընդհանրապես խոչընդոտում է արևմուտքի շահերի իրացմանը, հենց Հարավային Կովկասում, այսինքն սա միայն Հայաստանը չի վնաս կրում։ Մենք ներկայացրեցինք, որ Թուրքիային էլ դա այդպես ուրախալի իրավիճակ չէ, ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի մասին է խոսքը, Հարավային Կովկասը չի թողնում, որ զարգանա եւ ավելին արևմուտքի հետաքրքրությունները եւ շահերը, ինչու՞ չէ, նաեւ Չինաստանի շահերը սահմանափակվում են, հնարավորությունները գործելու սահմանափակվում են հենց այս Ալիևի գործելավոճից, այո թե ոչ։ Այո, նախ ասեմ, որ եթե նայում եք Թուրքիան որպես շատ հրաշալի անշուշտ պարզ բան եմ ասում, շատ հրաշալի աշխարհաքաղաքական դիրք ունի, որ որպես միջին կարգի պետություն, ուղղակի եթե նայում ես քարտեզին, Թուրքիան պիտի հիմա տնտեսություն պիտի ուղղակի ծաղկեր այդ դիրք ունենալով, քանի որ դա հնարավորություն է տալիս Թուրքիային դառնալ կամրջային խաղացող, եւ այդ տերմինն էլ կա, որ միջին խաղացողներ, միջին կարգի պետությունները իրենց արժեքը բարձրացնում են միջազգային համակարգի մեջ, կամուրջ հանդիսանալով տարբեր երկրների մեջ։ Եւ այդ առումով Թուրքիան ուղղակի կենտրոնացած է տեղավորված է այնպես, որ կարող է շատ բնական կամուրջ հանդիսանալ Եվրոպայի եւ Ասիայի միջև, բայց տեսնում եք, որ չի կարողանում Թուրքիան իրացնել այդ դերը։ Նախ ասեմ, թե ներսի, արդեն նշեցի ներսի ավտորիտարիզմը, անհատականացված ավտորիտարիզմը, Էրդողան, Ալիև հարաբերությունները եւ այլն, եւ Էրդողանի թույլ քաղաքական դիրքը Թուրքիայի ներսում, բայց ռիսկերը ասեմ ձեզ, եթե նայում եք Թուրքիային, միայն էլի ռեսպոնդենտներից մեկը սա շատ նշեց, Թուրքիան իր հյուսիսից Բալկանյան շրջաններն են, որտեղ ստաբիլություն կա, եւ նաեւ ես խոսեցի Իմամօղլու իր Իստանբուլ նախքան իր ձերբակալվելը, իր արտաքին գործոց խորհրդականի հետ, որը նշեց բազմաթիվ ծրագրեր, որ Իստանբուլը որպես քաղաքապետարան սկսել է տարբեր քաղաքների հետ Բալկանյան շրջաններում, այսինքն աշխարհակարգ կառուցելու, միջազգային հարաբերությունները ռեգիոն բերելու առումով, կառավարումը լավացնելու առումով, այսինքն ծրագրեր ունեն իրանք արդեն Բալկանյան երկրների հետ, Գերմանիայի հետ, Իստանբուլի քաղաքապետարանը Եվ նաև պատրաստվում են նաև Դամասկոսի հետ, նույնիսկ Սիրիայում, եւ հարցրեցի, թե Հարավային Կովկասը դիտում են, ասեց, որ այո, եւ մենք իրենք
ուշով հետևում են ոչ միայն Ադրբեջանին, այլև 3 երկրներն էլ ուսումնասիրում են, որ փորձեն այդպիսի ցանց ստեղծել։ Սա Իմամօղլուի ձերբակալությունից առաջ էր։ Բայց եթե նայում ենք, խորանում ենք ավելի, հյուսիսից Բալկանյան ռեգիոնը ստաբիլ է, որը հետկայսրական ինչ որտեղ ռեգիոն է համարում Թուրքիան, բայց միևնույն ժամանակ ռուս-ուկրաինական պատերազմը Սև ծովը արդեն ոչ ստաբիլ իրավիճակ է ստեղծել։ Դա արդեն խնդրեմ է Թուրքիայի համար։ Իսկ մյուս կողմից էլ միջին արևելքն էլ է կրակների մեջ։ Հյուսիսային Աֆրիկան էլ է կրակների մեջ։ Միակ տեղը, որտեղ ստաբիլություն է, դա հարավային Կովկասն է։ Եվ սա էլ է գրգռում, շատ վերլուծաբաններ սա էլ էին նշում։ Մի բան էլ է, ինչ վերաբերում է Եվրոպային, հատկապես եթե հաշվի եք առնում Եվրոպա-Ամերիկայի հարաբերությունների փոփոխությունը, չի ասի խզումը, բայց փոփոխությունը, դա նաև թուրք վերլուծաբանները եւ էլի քաղաքագիտական հետազոտություններ ցույց են տալիս, որ սա հնարավորություն է տալիս Եվրոպա-Թուրքիա հարաբերությունների խորացումը, որպեսզի եվրասիական մայրցամաքի կոնտեքստում, որպեսզի դիմակայեն Չինաստանի հետ մրցակցությանը եւ Ռուսաստանի շարունակական անկումը, Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունները չեն լավացել եւ չեմ կարծում, որ մոտակա շրջանում լավանան եւ այդ առումով Թուրքիայի համար շատ է կարևոր նաեւ Թուրքիա-Եվրոհամայնք Customs Union առևտրի ազատ առևտրի համաձայնագրի մոդեռնացումը նա ստորագրվել է 90-ական թվականներին եւ Եվրոպան չի վերաստորագրել դա, այսինքն հին է դա եւ շատ վերլուծաբաններ դա գիտահետազոտական կենտրոն սա էր նաեւ համարում, որ հատկապես Հայաստանի դեպի Եվրոհամայնք ուղղվածությունը այս համաձայնագրի խորացումը հնարավորություն է տալիս Թուրքիային դիտել Թուրքիայի Եվրոհամայնքին Թուրքիայի միջոցով հարավային Կովկասի ինտեգրացումը մինչև Կենտրոնական Ասիա։ Իսկ այն, որ Եվրոպան հետաքրքրված է Կենտրոնական Ասիա ոչ միայն ռեսուրսների համար, ընդհակառակը մի վերլուծաբան տնտեսագետ ասաց, որ Եվրոպայի հիմնական խնդիրը Կենտրոնական Ասիայում այն է, որպեսզի ինդուստրիալիզացնեն, զարգացնեն Կենտրոնական Ասիան, որպեսզի ռեգիոնը դառնա բուֆերային ռեգիոն, քանի որ կլիմայական փոփոխությունների արդյունքում միգրանտներ են գալու արդեն հարավային երկրներից դեպի հյուսիս եւ Թուրքիան չի կարող ընդունել դրանք Եվրոպան տրանսակցիոն լինելով նաեւ չի վախենում այդ միգրացիոն աճերից եւ համարում են Կենտրոնական Ասիան որպես ռեգիոն այդ պատճառով հարավային Կովկասի միջոցով Կենտրոնական Ասիայի ինդուստրիալիզացումը նաեւ Եվրոպան Թուրքիայի միջոցով դիտում է կարեւոր բայց Թուրքիայի կապը Կենտրոնական Ասիայի հետ նույնիսկ շատ փոքր է եւ ոչ էֆեկտիվ է եղել Թուրքիան չնայած այդ գորգորուն բարձր թուրքական երկրների այդ կազմակերպությունների եւ այլն հյուսիսային Կիպրոսի թեման օրինակ հյուսիսային Կիպրոսը նրանք համարեցին հայտարարեցին որ Թուրքիան օկուպացրել է հյուսիսային Կիպրոսը չճանաչեցին դա նշան էր Թուրքիան դուրս է մնացել Եվրոպա Կենտրոնական Ասիա հարաբերությունների մեջ միջնորդի դեր խաղալուց եւ դա թուրք ժուրնալիստի Միչայլոց նշեց նաեւ այդ հանգամանքը դե կարևոր է որ արդեն իրենք գոնե գիտակցում են այդպես հեշտ չեն ընդունում այդ փաստը հիմա տեսնենք թե Ադրբեջանի եւ Հայաստանի այդ թնջուկը կամ այո թնջուկը ինչպես կարելի է քանդել Ադրբեջանի այդ որոշումը կարծես թե շատերը գնահատում են այս իրավիճակը որ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու այդ գործընթացը ուզում է փակած լինել այդ ճանապարհը եթե դուք համաձայն եք դրա հետ մի քայլ առաջ դնենք այո համաձայն եք այո եւ եթե խոչընդոտում է ապա հարց ինչ վիճակ է այսօր ձեր գնահատմամբ ինչպես է դա քաղաքագիտության մեջ դիտարկվում ստորագրել են ոնց որ թե պայմանավորվել են այդ 17 կետերը եւ արդեն պետք է խոսեին որտեղ են ստորագրում եւ ինչ եւ ահա նոր նախապայմաններ են սա փակուղի է համարվում թե ինչպես կարելի է գնահատել ինչպես է անվանվում այս իրավիճակը քաղաքագիտության մեջ այդ իրավիճակը փաստորեն մի կողմից շատ եմ հասկանում այն տեսակետները, որ նեգատիվ եւ հիասթափեցնող են համարում այն, որ համաձայնագիրը չի ստորագրվել, բայց մյուս կողմից էլ նաեւ դա բոլորովին նեգատիվ չեմ ես ինքս համարում, շատ բնական եմ համարում, քանի որ ակնկալել, որ այսինքն Ալիևին պիտի դիտես իր ներքին ինստիտուցիոնալ ստրուկտուրային կառուցվածքի
կոնտեքստում նա ինստիտուցիոնալ խաղացող է, որպես ինստիտուցիոնալ խաղացող, նա իր պետությունը կառուցել է նավթի վրա, որը ռեսուրսներ քաշող պետություն է երկրից ու հետ չվերադարձնող։ Այսինքն Ալիևը մի համակարգ է կառուցել իր համար, որը ռեժիմը դիմանա, այո, որպեսզի փակ սահմաններ մնան։ Եթե սա Հայաստան լիներ, Գանդին ղեկավարեր Հայաստանը, ինչ անկախ նրանից թե Հայաստան ինչպես խաղացող լիներ, եթե սահմանները փակ են, դա հնարավորություն է տալիս Ալիևի նման համակարգին, Ալիևին դիմանալ այդ բուրգի գագաթում։ Եվ այդ առումով Ալիևի վարած այն որ այդ Հայաստանի դիպլոմատիայի հաջողություն պիտի համարել, չնայած հաշվի առնելով շատ խնդիրներ, որ շատ վերլուծաբաններ ասում են, որ Հայաստանը կարողացել է Ալիևին բանակցությունների սեղանին կապած պահել։ Եվ այդ առումով փաստորեն կարողացել է Ադրբեջանին տանել այս ռազմականացված ագրեսիվ վիճակից դեպի այսպես ասած նախկինում եմ ասել նեգատիվ խաղաղություն կամ սառը խաղաղություն, չնայած հարաբերություններ չկան, բայց ուժն էլ այդքան հեշտ չի օգտագործել, Հայաստանը կարողացավ միջազգային համակարգի տարբեր դիվերսիֆիկացնել իր արտաքին հարաբերությունները եւ այլն, ավելի շատ աչքեր կապեց ռեգիոնին, որ արդեն Ալիևը այն որ փորձում է տերիտորիալ կոնֆլիկտ կառուցել Հայաստանի հետ եւ այո փորձում է, բայց չի կարողանում։ Քանի որ դրա դեմ զսպումը շատ ուժեղ է եւ ոչ միայն գերտերություններից, այլ ընդհանուր առմամբ նորմերի ագրեսիա միջպետական սահմանների դեմ նորմերի ուժը պետք չէ թերագնահատել։ Եվ այդ առումով հարավային Կովկասը ես կասեի դեպի ավելի շատ նման է այլ ոնց որ Լատին ամերիկյան երկրներ 19-րդ դարում, որ քիչ-քիչ տեղափոխում է դեպի մի դաշտ, որտեղ այդ միջազգային նորմերը ավելի խոսուն են դառնում, կարևոր են, զսպիչ մեխանիզմներ կարևոր են։ Անկամ այս հեղեղուկ վիճակում, երբ որ Թրամփը ասում է այս երկիրը կվերցնեմ, այս տարածքը կվերցնեմ, այո, ես չէի գերագնահատի Ամերիկայի դերը միջազգային համակարգի կառուցման, կարևոր է եղել եւ շարունակելու մնալ կարևոր, բայց ամենակարևորը չէ։ Կարող ենք դրա մասին խոսել, բայց Ալիևը շարունակելու է սա անել, Ալիևի վարքի լոգիկան ներսում է։ Քանի որ եթե սահմանները բացվում են, դա տնտեսական նոր օջախներ է ստեղծում Ադրբեջանի ներսում, որը ինքը հնարավոր որ չկառավարել։ Մի փաստ ասեմ, Ալիևը Ադրբեջանը անդամ չէ միջազգային ազատ առևտրի կազմակերպության անդամ չէ, ինչպես նաև ուրիշ, կարծեմ Կենտրոնական Ասիայի նավթային երկրներն էլ անդամ չեն։ Այսինքն բաց սահմաններից նավթի վրա հիմնված, որ տնտեսություն չունես, վախենում ես, որ եթե սահմանը բացվեց, արդեն նոր սեկտորներ կարող են զարգանալ, որ նավթի հետ կապ չունեն։ Որտեղ է ծայրը այդ փուշը, որտեղ է, որտեղ կարելի է հանել։ Շատ ասեմ, ավելի լավ է սցենարներով խոսել։ Մեկ սցենարը, որ հնարավոր է, ինչ որ եւ Ալիևը համոզված եմ, որ քնում է սա ուղեղի մեջ վերակենում դրանով։ Ինչ որ եղավ Սիրիայում, գահընկեց լինելը, դա շատ հստակ կարևոր սցենար է եւ եթե ներսից, քանի դեռ եւ Թրամփի վարած քաղաքականությունը իջացնում է նավթի գները, չնայած որ անշուշտ Ադրբեջանը կապ չունի Ամերիկայի Միացյալ Նահանգների նավթի սեկտորի հետ, էներգետիկ սեկտորի հետ, բայց Թրամփի վարած քաղաքականությունը իջացնում է համաշխարհային գինը նավթից։ Իսկ դա եթե հասցրեց մի որոշակի կետ, կարծեմ, եթե չեմ սխալվում, որ 60 թե $70 barrel-ով, դա արդեն հնարավորություն չի տալու Ադրբեջանին, Ալիևին իր տնտեսության այս մոդելը շարունակել եւ Ադրբեջանի currency-ին արժեթուղթը պիտի սկսի արժեքը գցել, devaluation, արժեզրկվել, որը տեսանք դա արդեն 2016 թվին եղավ, ցույցեր եղան։ Նույն սցենարը դա շատ հնարավոր սցենար է, ներսից ցույցեր։ Եվ քանի որ քաղաքացիական համակարգը ամբողջովին վերացրել է, եթե այդպիսի ցույցեր եղան, շատ ավելի պայթյունավտանգ կլինեն, քան թե եթե քաղաքացիական ուժեր եթե եղած լինեին, այդ բախումը կկառավա։ Այսինքն դա շատ վտանգավոր սցենար է ռեգիոնի համար, պետք չէ դրա համար ուրախանալ։ Մյուս սցենարը, եթե Թուրքիան այսպես ասած սկսեց գիտակցել, որ շատ է կորցնում, այսինքն այդ հարաբերությունը մի այնպիսի տեղ հասա, որ արդեն Թուրքիան չի կարող տանել, նա կամ կարող է ասել, որ տեքստը համաձայնագրված է, ես սահմանը բացում եմ Հայաստանի հետ, հարաբերությունները լավացնում եմ, եւ դա միանգամից Թուրքիայի դերը բարձրացնում է Եվրոպայի աչքում, որը Էրդողանին անհրաժեշտ է։
Թուրքիայի հետ հարաբերություն, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություն։ Մյուս կողմից էլ Էրդողանը կարող է աշխատել Եվրոպայի հետ կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների ճնշումը ուժեղացնել Բաքվի վրա, որպեսզի նա ստորագրի, բայց անկախ նրանից, թե այդ խաղաղության պայմանագրի մեջ ինչ է գրված, եթե խաղաղության այդ պայմանագրի վերնագրի մեջ կա խաղաղություն բառը, դա արդեն շոկային է Ալիևի համար, քանի որ նա փորձում է ժողովրդին համոզել, որ ուրիշ պատերազմ անհրաժեշտ, ժողովուրդը նրանց չնայած որ հաղթանակեցին, իրենց համար էլ էր դա տրավմա, իրենք էլ զինվորներ կորցրեցին, որ չես լսում ռետորիկայի մեջ, քանի որ ինքը մեդիան կառավարում է։ Հիմա արդեն ցիտեմ Բահրուս Սամադովին, որը գիտնական էր Ադրբեջանից ավտորիտարիզմը ուսումնասիրող գիտնական էր, խաղաղության ակտիվիստ էր, որ հիմա ձերբակալվել է։ Մի անգամ իր հետ խոսեցի 2020 թվականից պատերազմից հետո, ասաց, որ Թուրքիայի բանակում շատ զինվորներ, որ ինքնասպանություն են գործել, այդ հաղթանակից հետո այդ թիվը աճել է։ Այդ ժամանակ արդեն 15 էր թե ինչքան եւ բանակը այդ զինվորները իրենց ամբողջովին հասարակությունից կտրել են, քանի որ Ալիև ասում է, որ դա իր հաղթանակն է եւ այլն եւ այլն։ Այսինքն իրանց համար էլ է դա շատ թանկ եւ այդ ժողովուրդը հասկանում է, որ Ղարաբաղի հետ վերաբերյալ կոնֆլիկտը տարբեր է Հայաստանի հետ կոնֆլիկտից։ Բայց նա փորձում է ժողովրդին համոզել, որ Հայաստանը գենետիկորեն խաղաղություն չսիրող, այսինքն այն ռիտորիկան, որ գալիս է Հայաստանից, որ մենք խաղաղություն ենք ասում, նա բլոկ է դնում, որ ժողովրդին չհասնի։ Հարցը առաջանում, սենց հասկացություն կա, հասարակական դիպլոմատիա։ Եթե այսպես ասած վարդագույն աշխարհում լավ կլիներ, որ Հայաստանը իր հասարակական դիպլոմատիան ուժեղացներ, որ մի անգամ այդ ժողովրդի վրա դուրս գար, որ ասեր, որ մենք չենք ուզում պատերազմ։ Բայց քանի որ ամբողջ մեդիա դաշտը իր ձեռքում է, այդ մեսեջը չի կարող հասնել։ Դա մնում է, թե եթե ադրբեջանցիները հետևեն հայկական ալիքներին եւ Բահրուս Սամադովը օրինակ ինտերվյուներ տալիս էր, Civil.net-ին ինտերվյու տվել, այսինքն ես շատ կապել էի եւ նա Սամադովին ձերբակալելով փաստորեն փորձեց այդ ալիքը փակել, որ իր հետազոտողները հանկարծ չխոսեն հայկական ալիքների հետ ու որպեսի այդ մեսեջը, որ Հայաստանը խաղաղություն է ուզում, չմտնի ադրբեջանական տիրույթ։ Հարցս վերադառնամ այնուամենայնիվ, դուք սցենարներ առաջարկեցիք, հարցս այն էր, ինչպես այդ փուշը հանել, Ալիև կոչված փուշը։ Ներողություն, որ այդպես եմ ասում, բայց Ալիևը խոչընդոտում է, կարծես թե եւ խաղաղությանը եւ Հարավային Կովկասի զարգացմանը։ Ես սցենարներ ասացի, որ Թուրքիան կարող է փոխել կամ Եվրոպայի հետ միասին եւ այլն, լավ ճիշտ չգիտեմ ինչ ձևով կա, սրանք հնարավոր սցենարներ են, որ նշեցի։ Եվրոպան մտահոգված է այդ հարցով, ձեզ թվում է։ Ալիևի հիմնական խնդիրը գահի վրա մնալն է։ Եթե եվրոպացիները ինչ որ ձևով կամ թեկուզ Հայաստանի դիպլոմատիան փորձեց իրեն ապացուցել, այսինքն մինչև հիմա Հայաստան չգիտեմ փակ դռների հետևում ինչ են խոսում, բայց եթե հետևում ես բանակցությունների ընթացքին, հայկական դիվանագիտությունը խոսում է խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց պետք է նաեւ դիպլոմատական մեկ ուրիշ հարթակ բացել ու թերևս կա, որ մենք չգիտենք, որ պիտի մտածես այս խաղաղությունը եւ լավ բան չեմ ասում, այս խաղաղությունը ինչպես կարող է ամրացնել, որ վտանգ չդիտի Ալիևը սրանից։ Ես կուզենայի, որ Ադրբեջանը ավելի գոհ է մի քիչ լիբերալիզացվել, բայց այսինքն Ալիևի հետ է պետք բանակցել, որ սա վտանգ չտեսնի, որ դու կարող ես, այսինքն Ադրբեջանը պիտի անցում կատարի նավթից նորմալ պետություն դառնա, որ այդ ընթացքում Ալիևը զոհ չի դառնա այդ process-ին, ու որ բաց ռեգիոնը քո շահերից բխում է, կարող ես օգտագործել այդ անցումը փափուկ անցնելու համար։ Դա է փաստարկը։ Եթե դա միայն Ադրբեջանի անհանգստությունն է, որ խաղաղություն չլինի, իսկ ոմանց կարծիքով, ոմանց պնդումով Ռուսաստանին ձեռնտու չի, որ այստեղ լինի խաղաղություն, եւ նորից վերադառնում ենք մեր առաջին հարցին, քանի որ Հարավային Կովկասը եթե լինի խաղաղ, եթե բոլոր կոմունիկացիաները բացվեն, այո, արևմուտքը հանգիստ կարող է իրացնել իր շահերը, իր նպատակները Հարավային Կովկասում։ Այսինքն այստեղ ոչ միայն Ալիևի գործոնն է, հարցնում եմ, արդյոք այստեղ ոչ միայն Ալիևի չկամությունն է, այլ նաև կա երրորդ խաղացող, որը համարում է, որ տարածաշրջանում ինքը ուժեղ է եւ կարող է թույլ տալ կամ թույլ չտալ, այսպես վահանակը իր ձեռքում է։ Այո, Ռուսաստանի գործոնը կարևոր է, բայց էլի չի գերագնահատի։ Նախ երկու բան, նախ Ռուսաստան անկախ նրանից, թե
ռազմական հաղթանակի հասա, ինչ արդյունքով դադարեց Ուկրաինայի պատերազմը, որը չեմ կարծում, որ հստակ դադարելու է, դա էլի մնալու է ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում, արդեն Եվրոպան ռազմականացվել է այդ պատերազմի ընթացքում, այսինքն Ռուսաստանը խրված է արդեն այդ ռազմական այդ թատրոնում։ Բացի դրանից Ռուսաստանին պետք է 7 տարի, սա ես ցույցում եմ ռազմական վերլուծաբաններ, որովհետև ես ռազմական վերլուծաբաներ չեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մոտ 7 տարի պետք է իր բանակը վերակառուցելու համար։ Մյուս գործոնը արդեն անգան վստահության պակաս կա Ռուսաստանի դեմ, որ նա փաստորեն, այսինքն գլոբալ կապիտալն էլ չի շտապելու հետ Ռուսաստան վերադառնալ, չնայած Չինաստանը մտել է արդեն, երբ որ արևմտյան կամպանիաները դուրս եկան, բայց այնքան անվստահություն կա Ռուսաստանի դեմ, դրանք խոշոր կամպանիաներ, ձեռնարկությունները որպեսզի մտնեն Ռուսաստան, նրանց անհրաժեշտ ու եթե դու չգիտես, որ այդ երկիրը այսօր Ուկրաինայի վրա հարձակվեց, այսինքն ռևիզիոնիստ խաղացող է, դա ստաբիլություն չի խոստանում գլոբալ կապիտալին, այսինքն Ռուսաստանը կորցրեց համաշխարհային քիչ թե շատ վստահությունը, որ ուներ, բացի դրանից նաև կորցրեց եվրասիական մայրցամաքում իր կենտրոնական դերը, աշխարհաքաղաքական դերը կապվածության առումով։ Հիմա այդ Ռուսաստանը Կրեմլը կարող է հոխորտալ եւ այլն եւ համաձայն է որ նա խաղաղություն չի ուզում, քանի որ դա է եղել Ռուսաստանի Կրեմլի Եվրասիայում գործելու լոգիկա, տրամաբանությունը նույնիսկ բանից առ, այսինքն այդ կայսրական պետություն է, որ վախենում է պերիֆերիաները, որպեսզի խաղաղվեն, քանի որ կայսրական մտածողություն ունեցող խաղացողները պերիֆերիայում եղած ժողովուրդներին, պետություններին բաժանիր, որ տիրես մտածողի հիմնականում այդ տրամաբանության աշխատում։ Հիմա, բայց մի շատ կարևոր բան ասեմ, ձեր հարցը ենթադրում է, որ տարբեր բևեռներ կան, Ռուսաստանը վախենում է, որ այս սահմանը եթե բացվեց, եվրոպական բևեռը կուժեղանա, բայց հիմա նոր հետազոտություններ արդեն ցույց են տալիս, որ աշխարհակարգը շարժվում է ոչ թե դեպի բազմաբևեռ, այլ բազմա multiplex, այլ բազմաշերտ համակարգի, որտեղ այս գերտերությունները կարևոր են, բայց ոչ միակ խաղացողներն են, որտեղ օլիգարխիկ կամ խոշոր կամպանիաները դեր են խաղում հենց թեկուզ big tech, այս խոշոր արհեստական բանականության, տեխնոլոգիական կամպանիաները քաղաքականության բոլորովին նոր հարթակ են ստեղծել, որ նաև սահմանում, քչացնում են, ազդում են խոշոր տերությունների սուվերենության վրա։ Այդ բոլոր շերտերը, եթե հաշվի եք առնում, աշխարհը շարժվում է, թվում է թե տուրբուլենտության պերիոդ, այո, բայց միևնույն ժամանակ շատ խորը process-ներ կան, որ նոր ստաբիլության կլաստերներ են առաջանում, այսինքն գերտերություններից բացի խմբեր են առաջանում զարգացող երկրներից, որ բանակցությունների պայմանագրերի ստորագրման քանակով, եթե հետազոտեք եւ ցանցային հետազոտություններ են արված, տեսնում ես, որ աշխարհը շատ լավ է ստաբիլության բանակցելու ուղով է առաջ գնում։ Նույնիսկ եթե հաշվի ես առնում Ամերիկայի դերը։ Եվ այս համակարգը, որը հիմնված է նորմերի, ագրեսիայի դեմ նորմերի, սուվերենության, դրանք ձևավորվել են լատինամերիկյան երկրներում 19-րդ դարի վերջում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները 20-րդ դարի սկզբում մի քիչ պայքարեց դրա դեմ, բայց ի վերջո Ամերիկան էլ միացավ եւ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամբողջովին միացավ դրան, ազատ առևտուր եւ այլն եւ փոքր պետությունները ծաղկեցին Ամերիկայի հովանու ներքո։ Այո։ Բայց հիմա, այսինքն այդ process-ը այնքան է խորացել, այդ նորմերը այնքան խորն են, որ նույնիսկ եթե Ամերիկան չպաշտպանի այդ համակարգը, որը հիմա շատ շուտ Ամերիկան կսովորի, հասկանալու է, թե ինչքան թանկ է այդ համակարգը իր տնտեսության համար, բայց նույնիսկ եթե Ամերիկան չպայքարի այդ համակարգը պահելու համար, կոոպերացիոն տենդենսներն էլ նաև կան այդ տուրբուլենտությանը զուգահեռ։ Շնորհակալ եմ եւ այսպես վերջին հարցը ձեր դիտարկմամբ այս համակարգերը, տեսեք, տնտեսական համակարգերը կարծես թե հիմա փոփոխվելու են, Թրամփի, այո թե ոչ, փոփոխվելու են փոխհարաբերությունները, տեսնում ենք Չինաստան, Միացյալ Նահանգներ, փոխհարաբերություններ, եվրոպական երկրներ եւ ընդհանրապես ամբողջ վերադասավորումներ են լինելու։ Սա ինչ որ ձևով ազդելու է քաղաքական վերադասավորումների վրա, թե տնտեսականը, տնտեսական, քաղաքական շահերը, քաղաքական շահ։
Շատ կարևոր հարց տվեցիք եւ ասեմ իմ կարծիքով այո արդեն Տրամպից առաջ էլ Բայդենի ժամանակ էլ պրոտեկցիոնիստ ինստինկտները կային այսինքն Բայդենը երբ որ եկավ ընտրվեց չվերացրեց Տրամպի նախկին առաջին ադմինիստրացիայի տարիֆները Չինաստանի դեմ բայց Բայդենը փորձեց ամրացնել հյուսիս ամերիկյան ռեգիոնը նավթայի կանադայի եւ Մեքսիկայի շուրջ այդ բլոկը ուժեղացնելով եւ եթե Տրամպը շարունակեր այդ քաղաքականությունը հյուսիսային մայրցամաքը հյուսիսային ամերիկան կլիներ մի խոշոր ռեգիոնալ բլոկ եւ կարծես թե կանադային եւ Մեքսիկային ոնց որ թե ձեռք չի տալիս քանի որ այնքան ներթափանցված են կապված են իրար հետ այդ երեք պետությունների տնտեսությունները որ շատ դժվար է բաժանել բայց ասեմ, ինչ վերաբերում են մնացած աշխարհին, ինձ թվում է, որ Տրամպի վարած քաղաքականությունը, որը նույնիսկ լավագույն սցենարներով մի քիչ ավելի փապկանա, բայց լոգիկան չեմ կարծում, որ փոխվի, դա լծակ է հանդիսանալու, ազդակ է հանդիսանալու, որ տնտեսությունները ավելի ռեգիոնալիզացվեն։ Այսինքն ռեգիոնալ կլաստերներ են առաջանալու։ Եթե նախկինում օրինակ Թուրքիան կամ մյուս միջին կարգի պետությունները ձգտում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների շուկա մտնել, ու եթե այդ շուկան արդեն թանկանում է, արդեն պիտի տեսնեք նոր բլոկերի ձևավորում, եթե Թուրքիան արդեն պիտի Եվրոպան համարի ավելի կարևոր շուկա, կամ եթե մյուս միջին կարգի պետությունները ավելի ռեգիոնալ սկսեն մտածել, դա նրանց դարձնելու է քաղաքականապես ավելի օրենքներին հետևող խաղացող Քանի որ քո տնտեսական շահերը քո ռեգիոնից են, դու արդեն չես գնալու ռազմականացված բոմբեր գցես քո շուկաների վրա։ Այսինքն շատ իմ կարծիքով որ հետազոտել եմ բավականին, բայց ամբողջովին վստահ չեմ դեռ ասի, բայց իմ կարծիքով այս տենդենսներն ենք տեսնելու, որ Ամերիկայի դեմ դեպի Չինաստան, դեպի ռեգիոնալ կենտրոնները շարժում է սկսվելու։ Արդեն Եվրոպան եւ Լատինամերիկյան երկրներն են սկսում ազատ առևտրի պայմանագրեր ստեղծել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները առանց ազատ կդիմանա, այսինքն եթե հսկա շուկա է, այս քիչ թե շատ յոլա կգնա այս ազատ առևտրի համակարգը տրաքացնելով։ Բայց փոքր պետությունները, Հայաստանի նման փոքր պետություն, նույնիսկ Հարավային Կորեայի նման փոքր պետությունները, Թուրքիայի նման պետությունը, աշխարհի մեծ մասը, նույնիսկ Չինաստանը չի կարող ամբողջովին կենտրոնանալ ու մեկուսացվել։ Այսինքն բացի Ամերիկայից ամբողջ աշխարհը պայքարելու այդ ազատ առևտրի համակարգը պահպանելու, իսկ դա պահպանելու համար նոր մագնիս, այսպես ասած, կենտրոններ են առաջանալու, որը նրանց վարկը ավելի պատասխանատու է դարձնելու իրենց ռեգիոններում։ Որպես մի նշան պարզապես ինֆորմացիայի կարգով նշեմ, որ արդեն կար ինֆորմացիա, որ Եվրամիությունը պատվիրակություն է պատրաստում Եվրամիության բարձրաստիճան պատվիրակությունը Չինաստան է գնալու եւ այնտեղ սամիթ է լինելու գագաթնաժողով է պատրաստվում լինել այո ասեցին որ Սի Ցզինպինը չուզեց գա եվրոպական երկիր բայց հրավիրեց այո եւ ֆոն դեր Լայենը եւ այլն այդ բարձրաստիճան պատվիրակություն արդեն գնում են Չինաստան իրար հետ խոսելու դա առաջին այսպես նշաններից մեկն է որ ինչպես դուք նշում եք այո կարող են վերադասավորումներ լինել ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար Տիկին Օհանյան ուրախ եմ որ դուք միշտ երբ որ գալիս եք Հայաստան հյուրընկալվում եք մեզ մոտ շնորհակալ ենք շնորհակալություն հրավերի համար Սիրելի հայրենակիցներ շնորհակալություն նաև ձեզ որ լսում եք մեզ հետ եք այս մեկ ժամվա ընթացքում մի քիչ ավելի քիչ Եվ ես ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին կրկին անգամ քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Stonehill College-ի Ռիչարդ Ֆինեգանի անվան քաղաքագիտության պատվավոր դասախոս Տիկին Աննա Օհանյանն էր մեր զրուցակիցը այսօր զրույցը վարում էր Գայանե Արաքելյանը բարին ընձեզ